Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 8-ի համար։ Օրը չորեքշաբթի է եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այսօր։ Կանխատեսումը կլինի բոլոր տարվա ծնված նշանների համար։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հոկտեմբերի 8-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը եկեղեցանի մարդիկ կան ձեր շրջապատում, որոնք կարող են ձեր տրամադրությունը գցել, ազդել ձեզ վրա, նաև դեպրեսիայի մեջ գցել, միգուցե ինչ-որ բաներ են ասում կամ իրենց վերաբերմունքից է այդպես։ Նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է անեք, նաև ոմանց մոտ ժառանգության հետ կապված հարցեր են, որովհետեւ բժշկական կենտրոնի կամ ուսման կենտրոնի հետ կապված։ Երեկոյան ոմանք կարող են ընդունվել աշխատանքի եւ այստեղ հնարավորություն ունեք նաեւ աշխատանք գտնելու հիվանդանոցում, եթե նման մասնագետ եք։ Ոմանք ուշադիր եղեք, ուշադիր աշխատեք, եթե ինչ-որ մեկի մոտ եք աշխատում, հատկապես եթե ինչ-որ սուր գործիքներ են կամ նման ինչ-որ պահեր, ապա բավականին ուշադիր եղեք աշխատելուց, աշխատանքի ընթացքում, որպեսզի ձեզ ուղղակի չվնասեք։ Այսքանը ձեզ համար, գուցե նաև աշխատանքը իրոք հոգնածնող է ձեզ եւ հոգնածություն կա նաև ձեզ մոտ ձեր աշխատանքում, պետք է հանգստանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 8-ին։
Հարգելի ցուլեր, սա տարվա ծնված ցուլերին է վերաբերվում, հարգելիներս, մի խառնեք ամսվա ծնված ցուլերի հետ։ Այդ օրը ճանապարհ եք գնալու, նաև ձեզ մոտ կարող են ինչ-որ մարդիկ գալ եւ խոչընդոտներ կան, կամ ճանապարհի հետ է կապված, կամ մեկ այլ հարց է սա, խոչընդոտներ կան։ Նաև կարիերայի բարձրացում ունեք, միգուցե նաև դա է խոչընդոտը կամ այստեղ ինչ-որ մի ձևով այնպես չի ընթանում ձեր կարիերան, ինչպես որ դուք եք ուզում, միգուցե բարձրանալու այդ ձևը, հա, թե ինչպես է առաջ գնում կամ նման ոյցե պահեր են, որոնք որ ձեզ այդքան էլ դուր չեն գալիս։ Նաև այդ օրը ոմանք շատ կաշխատեն, ոմանք հենց դա ինչ-որ աշխատանքի հետ կապված է դա, ինչ-որ մտքեր կան, ինչ-որ բաներ եք մտածում, ոմանք կգնան հարցազրույցի, ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք կհանդիպեն իրենց սիրուն աշխատանքի վայրում, ոմանք նաև կհանդիպեն պետական աշխատողի հետ։ Երեկոյան ձեզ կարող են սեր խոստովանել, դուք սեր խոստովանեք, նաև ձեզ սիրված գաք, եթե աշխատանքի եք օրինակ ընդունվել, ձեզ լավ կզգաք, սիրված կզգաք։ Ուղղակի այստեղ չեմ ուզում եմ հասկանալ դա տարբեր իրադարձություններ են, թե մեկ իրադարձություն է։ Եթե այսպես վերագրենք, հա, ճանապարհ, խոչընդոտ, կարիերա եւ տխրություն, ինչ-որ դեպրեսիվ վիճակ։ Դե արդեն ձեզ մոտ դա արդեն բարձ կլինի, թե որն է դա ավելի շատ ազդում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հոկտեմբերի 8-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը առավոտյան ինչ-որ հարցի շուրջ կարող եք տատանվել, ինչ-որ մի բան է ձեզ տանջում, մտահոգում։ Նաև ճանապարհ եք գնալու կամ ձեզ մոտ կարող են որոշ մարդիկ գալ եւ այստեղ աշխատանքը ուզում եք առաջ մղել, բայց միգուցե ժամերի հետ է կապված չեք կարողանում, ժամանակի մեջ չեք տեղավորվում, ինչ-որ մի բան այնպես չեք շատ չի առաջ գնում, հա, ձեր աշխատանքում։ Նաև օցեր կան այստեղ պետական հիմնարկություն, եթե ուզում եք մտնել այդտեղ էլ, հա, նաև ինչ որ եթե աշխատանքը կապված է օրինակ պետական հիմնարկության հետ, ապա ինչ որ մի քանի րոպե այս ու այն կողմ կարող ձեզ թույլ չտան մտնել այդ հաստատություն, ինչ որ գործեր անել այնտեղ, հա, եթե կապված է անմիջապես դրա հետ։ Եվ ձեր գործերը կարող է իրենք չեն առաջ գցում, եթե իրենցից է դա կախված։ Նաև ոչ է գաղտնիք կարող է բացահայտվել եւ հենց այդ ժամանակ կարող են նաև ձեզ ինչ-որ բան առաջարկել, դա սուտ է, դա փուչ է, մի հավատացեք։ Այսքանը ձեզ համար, որ ասում է փափուկ բարձ կդնեն ձեր գլխի տակ եւ կուղարկեն ձեզ, հա, եթե ինչ-որ մի բան է, ինչ-որ միգուցե աշխատանքի վայրն է այդպես, միգուցե նաև պետական հիմնարկությունը դա հենց կարող է լինել ձեր տնօրենի սենյակը, շատ դեպքերում հենց այդպես էլ լինում է։ Ինչ որ մի բան է, կարող է ժամն եք ուզում փոխել, միգուցե նաև ուշանում եք
աշխատանքից չեք կարողանում ամեն ինչը արագ անել, առաջ տանել ձեր աշխատանքը եւ օծերը անմիջապես հայտնում են ձեր տնօրինությանը։ Այսքանը ձեզ համար, միգուցե շուտ եք գնում աշխատանքից, էլի են հայտնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հոկտեմբերի 8-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը նամակ կարող ստանալ, տեղեկատվություն, ոչ փաստաթուղթ, ինչ-որ մեկ այդ նամակագրական կապի մեջ կարող լինել եւ խոչընդոտներ ունեք այստեղ։ Օրվա ընթացքում ուրիշ ոչինչ չկա։ Ինչքան էլ որ նայում եմ չեմ գտնում, համենայն դեպս երրորդը չեմ գտնում, խոչընդոտները չգիտեմ ինչից կարող են լինել։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին հոկտեմբերի 8-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը տան հետ կապված որոշ իրադարձություններ ունեք, հնարավոր է առիթ է, հնարավոր է նաև տուն եք վարձում, տեղափոխվում եք, հյուրեր եք ընդունում, ինչ որ գործողություններ են տան հետ կապված։ Նաև կարող եք գնալ ձեր ծնողների տուն, իրեն գան, տուն մաքրեք ու բորկանեք, դա եւս կարող է ցույց տալ։ Օրվա ընթացքում ոչ է երկար սպասված նամակ կստանաք, տեղեկատվություն, փաստաթուղթ եւ օրվա վերջ ինչ-որ խոչընդոտներ ունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օծերին։ Ինչ է սպասվում օծերին
հոկտեմբերի 8-ին։ Հարգելի օձեր, այդ օրը ոմանք կարող են այցելել հիվանդանոց, հիվանդի մոտ գնան, ոմանք այցելեն նաև ինչ-որ բժշկական կենտրոն ինչ-որ պրոցեդուրա անելու համար, նաև սեղանի շուրջ եք նստելու այդ օրը, օձեր կան, այդ օձերը կարող են նաև ձեզ խանգարել, որովհետեւ գործեր անելու համար, ինչ-որ բան է փակ լինելու, կարող են իրենք են, այնպես անում, որ չի ստացվում այդ օրը դա, կամ կտրուկ կստացվի, կամ շատ մի մտածեք, շատ մի բզբզացեք, միևնույնն է դա հետո ստացվելու է։ Օրվա վերջում ոմանք կարող են իրենց լավը զգալ, սեղանի շուրջ կարող եք նստել ձեր սիրելի մարդկանց հետ, սեղանի շուրջ նստած կարող են ձեզ սիրո խոստովանություն անել, նաև օրվա վերջ կարող եք հանդիպել որևիցե մասնագետի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին հոկտեմբերի 8-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը որևէ հարցին ելք եք փնտրելու, որպեսզի լուծում գտնեք։ Նաև օրվա ընթացքում կարող եք հոգնել, ցանկանալ հանգստանալ կամ ընդհանուր ինչ-որ ձեր աշխատանքից, ամեն ինչից եք ցանկանալ ոնց որ հանգստանալ։ Նաև ոմանք կայցելեն որևէ բժշկական կենտրոն։ Նաև օրվա ընթացքում ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, սպասում եք ինչ-որ մեկին, ինչ-որ բանի, որը որ կգա, կստանաք եւ դա ձեզ համար նոր հաջողություն է, նոր դռներ է, որը կբացվի ձեր առջև։ Այդ այդ ինչին որ սպասում եք, դա հենց։ Ոչ էլ լուսավոր մի բան ձեզ հետ տեղի կունենա, որը որ ձեզ բավականին շատ կուրախացնի։ Տրամադրությունը կբարձրացնի, անկարծակի լուր կլսեք, նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերի։ Ինչ է սպասվում այծերին հոկտեմբերի 8-ին։ Հարգելի այծեր, այդ օրը ժամ կարող պայմանավորվել որևիցե տղայի հետ, նայեք որ չուշանակ, նաև առավոտյան որևիցե երգեզանի մարդիկ կան ձեր շրջապատում, նաև այստեղ կարող է ձեզ քնից հանեն իրենք, կամ բամբասեն, խոսեն ձեր ինտիմ հարաբերություններից կամ հարցեր տան, այդպես։ Օրվա ընթացքում խոչընդոտներ կա, այս խոչընդոտները բոլորին ընկել էր, չգիտեմ, սա ինչ է նշանակում, և օրվա ավարտին լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին հոկտեմբերի 8-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ոմանք այստեղ իրենց ամուսնոց, կնոջից ոյցը նամակ կստանան, միգուցե վաղուց չէիք խոսել իրար հետ, հեռացել էիք իրարից։ Նաև հնարավոր է այստեղ ստանում եք որևիցե հրավիրատոմս հարսանիքին գնալու համար, նաև կարող են ձեզ ինչ-որ գրավոր ձևով կամ ամուսնության առաջարկ անել կամ սիրո խոստովանություն անել, հետաքրքիր ինչ-որ ծրար տան։ Նաև սա պայմանագիր է, որ կարող եք կնքել, ոմանք աշխատանքի, ոմանք բիզնեսի հետ կապված։ Նաև սեղանի շուրջ եք նստելու։
Եվ այստեղ ինչ-որ մի բան շատ է դանդաղում, շատ է կանգնած, կարող եք վիճել դրա համար, կամ վիճում եք, դրանից հետո ոչ ոք ոչինչ չի անում, տեղից չի շարժում, ոնց որ ավելի է կանգնում։ Եվ խոչընդոտներ ունեք։ Արդեն որերորդ նշանն է, այս խոչընդոտներն ունի երևի 90%-ը արդեն ունեն այս նշանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղներին։ Ինչ է սպասվում աքաղներին հոկտեմբերի 8-ին։ Հարգելի աքաղներ, այդ օրը տան հետ կապված ոչ իրադարձություններ ունեք, որ դիմում եք նաև ոչ մասնագետի, կարող է գնում եք տուն նայելու, կամ գալիս են վերանորոգման հետ կապված ինչ-որ հարցեր լուծելու, կամ ինչ-որ ներսում, ինչ-որ մի բան է պետք գալիս են անելու։ Նաև կարող է տուն եք ուզում գնել, այդպես փնտրում եք ինչ-որ մեկին եւ բրոկեր եք գտնում կամ նաև իրար հետ կապ չունի, առանձին հանդիպում եք, խոսում եք ոչ մասնագետի հետ եւ տանը կարող է առիթ ունեք, գնում եք օրինակ Վարսարդարի մոտ եւ գալիս եք առիթին, կամ ձեր տանը կամ ինչ-որ մեկի տանը։ Նաև այդ օրը որևիցե տեղեկատվություն կստանաք, ոչ փաստաթուղթ, փաթ հետ նաև կարող է լինել, ինչ-որ մեկի հետ SMS-ի, նամակագրական կապի մեջ լինեք SMS-ով։ Ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, կարիերայի աճ ունեք նաև, կբարձրանա, միգուցե ոմանց նաև պաշտոն են տալիս, և հեռախոսազանգ ունեք երեկոյան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շների։ Ինչ է սպասվում շներին հոկտեմբերի 8-ին։ Հարգելի շներ, ոչինչ չունեք այդ օրը։ Հետաքրքիր է։ Թե ամենայն դեպս ես ոչինչ բաց չեմ թողել, չգիտեմ, դուք նայեք։ Հետաքրքիր է, որ կարևոր բաներ չունեք,
Բայց քոնը հիմա ես այսպես քարտերով կանեմ։ Տեսնենք ինչ է ստացվում։ Առիթ ունեք, առիթի եք պատրաստվում։ Ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, բայց նաև ձեր կողքին կա խորամանկ անձնավորություն։ Միգուցե խորամանկ պետք է լինեք, որ ձեր ցանկությունները կարողանաք իրականացնել։ Միգուցե հասարակական ինչ-որ կյանքի հետ է կապված, հասարակական գործունեության, վաճառքի եւ այլն, դե վաճառքով զբաղվողները միշտ լինում են ավելի դե խորամանկ, որ կարողանան իրենց ապրանքը վաճառել, դրա համար միգուցե դա է։ Ամենայն դեպս քարտերը ընդհանուր լավն է, միայն սա պետք է ուղղակի այս մարդուն այդքան էլ ուշադրություն չդարձնեք։ Այսքանը քարտերը չուզեցին ձեզ ասել ոչինչ։ Մյուս քարտերն ասեցին։ Կարևորը լավ բաներ էր, ուղղակի պետք է հեռու մնաք խորամանկ եւ խաբեբան մարդկանցից։ Միգուցե հասարակական կյանք են ձեզ խոստանում ավելի լավ, ավելի հանրաճանաչ լինեք, նմանատիպ ինչ-որ պահեր, դա համար մի փոքր ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խոզերին, վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին հոկտեմբերի 8-ին։ Հարգելի խոզեր, վարազներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև կարող եք գորգռալ, միգուցե սեղանի շուրջ եք նստած գորգռում։ Դե դուք եք գորգռացողը, կարող եք ձեզ զսպել։ Օրվա ընթացքում կցանկանաք պարկել, հանգստանալ, նաև ինտիմ հարաբերությունները ոմանց համար։ Եվ օրվա վերջ հանդիպում կամ շփում կունենաք ոչ թե տղամարդու հետ, կարող ինչ-որ մասնագետ է, տան տղամարդն է, ում հետ ինչ-որ բաներ քննարկեք կամ կարող ձեր եղբայրն է, ամենայն դեպս ինքը մեծ է, երիտասարդ տղա չէ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։